Միացյալ Նահանգները փորձում է կայունություն ապահովել Հարավային Կովկասում եւ թույլ չտալ Ադրբեջանի նոր ագրեսիան Հայաստանի դեմ, քանի որ Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում մեր տարածաշրջանում ակտիվորեն ներգրավված հարակից երկու դերակատարների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ, իսկ նրանց հնարավոր ներքաշումը նոր հակամարտության մեջ կարող է խափանել Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի խաղաղարարական ծրագրերը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նշեց ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությունը, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան եւ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը։ Թրամփի դիվանագիտության այդ երկու առանցքային ուղղություններն են Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ներկայումս ընթացող բանակցությունները։ Սուրեն Սարգսյանի խոսքով ցանկացած լարվածություն Հարավային Կովկասում կարող է կոնֆլիկտի մեջ ներքաշել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Իրանին եւ ձախողել Թրամփի Ուկրաինայում պատերազմի դադարեցման եւ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման ջանքերը։ Ուստի բնական է, որ պատերազմն այս տարածաշրջանում ոչ մի դեպքում ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին։ Կարծում եմ Միացյալ Նահանգների համար այս պայմանությամբ մեր տարածաշրջանում ստաբիլություն է անհրաժեշտ։ Ինչ ռեալ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, իհարկե դժվար է ասել, որովհետև վարչակազմը կարծես ինքն էլ դեռևս չի վերջնականապես որոշել, թե ինչ ուղղությամբ պետք է բանակցությունները միջնորդի հայ-ադրբեջանական բանակցությունների մասին է գնում խոսքը։ Վերջերս Վիտկոֆը Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին, այդ համաձայնագրերը Իսրայելի եւ արաբական կամ մի որոշ բացառություն նաև իսլամական պետությունների միջև հարաբերությունների կարգավորման միտված ձևաչափ են եւ այս պահին նաև քննարկվում է դրանցում այլ պետությունների ներգրավվածությունը, ինչպիսին է Ղազախստանը եւ Ադրբեջանը, բայց ոչ թե Իսրայելի հարաբերությունների կարգավորումը տնտեսական համագործակցության խորացման տարբերակով, այսինքն ստացվում է ամենից, որ վարչակազմը վերջնական պատկերացում դեռևս չունի, թե ինչպես են առաջ շարժվելու, բայց ցանկանում է կողմերի վրա ճնշում գործադրել, տվյալ դեպքում բարձր որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որպեսզի ագրեսիվ գործողությունների չգնա, որովհետև դա կարող է իր հետևից շղթայական էֆեկտով նաև այլ խնդիրներ ձևավորել ամբողջ Մերձավոր Արևելքում։ Միջազգայնագետի վերլուծությամբ Հարավային Կովկասում նոր հակամարտությունը կանխելու ամերիկյան ձգտումը կապված է նաև Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ակնհայտ հավակնությունների հետ, որն Իրանը համարում է իր կարմիր գիծը, եւ եթե նման բան տեղի ունենա, դա կարող է կոնֆլիկտի մեջ ներքաշել Իրանին, իսկ Իրանի հնարավոր կոշտ գործողություններն էլ կարող են շղթայական ռեակցիայով հակամարտության մեջ ներքաշել Թուրքիային եւ Իսրայելին, ինչը կրկին ձեռնտու չէ Թրամփի վարչակազմին։ Եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ինչ-որ գործողությունների է գնալ, այդ գործողությունները լինելու են Սյունիքի դեմ եւ իրենց կողմից այդքան Բաղզալի Միջանցքի բացմանն են միտված լինելու, որը Իրանի համար կարմիր գիծ է։ Միգուցե այստեղ արդեն Իրանը կդիմի ինչ-որ կոշտ գործողությունների, Իրանի կոշտ գործողությունները Ադրբեջանի դեմ չեն բացառում եւ Թուրքիայի ներգրավվածությունը ինչ-որ ձևով եւ իհարկե Իսրայելի ներգրավվածությունը, որովհետեւ Իսրայելին այս սցենարը անվտանգության իր անվտանգության ապահովման տեսանկյունից նույնպես ձեռնտու է, որպեսզի փորձի Իրանի հետ գնալ ճակատման այլ պետության տարածքում եւ ոչ ուղղակի, այլ անուղղակիորեն եւ պատկերացնում եք, թե դա ինչ հետևանքների կարող է բերել եւ եթե բոլոր այս պետությունները ինչ-որ ձևով ներքաշվեն այդ զինված հակամարտության մեջ, ինչ-որ զորքեր տեղակայելով կամ չգիտես ինչ-որ այլ մեխանիզմներ անվտանգության ձևավորելով, տարածաշրջանի ամբողջ տրամաբանությունը անվտանգային կփոխվի եւ անմասն էլ իր սահմաններին, անմիջապես սահմանների մոտ գործընթացներին Ռուսաստանն էլ չի կարող անմասն մնալ այդ ամենից, ինչ-որ շարժեր են լինելու, ինչ-որ պրոցեսներ են լինելու, դրա համար ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների հիմա այստեղ խաղաղություն է ավելի շատ անհրաժեշտ, որպեսզի հասկանալ արդյոք կարողանում է Իրանի հետ հարաբերություններ կարգավորել։ Իրանի հարցի շուրջ հակասությունները լարվածություն են առաջացրել նաև Միացյալ Նահանգների ու Իսրայելի միջև։ Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը ցանկանում էր ուղիղ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն չստացավ Թրամփի թույլտվությունը, եւ դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ ԱՄՆ 47-րդ նախագահը իր մերձավոր արևելյան ճամփորդության ժամանակ չայցելեց Իսրայել։ Այնպես որ այս ամբողջ պատկերը չափազանց բարդ է, փաստում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, մինչդեռ Թրամփը, ինչպես դեռ իր երթմնակալության օրներ հայտարարել, ցանկանում է պատմության մեջ մտնել որպես մեծ խաղաղարար եւ միավորող։
Միացյալ Նահանգների նախագահը նույն ձգտումն ունի նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, հայտարարելով, որ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանը, բայց ինչպես է Թրամփը պատկերացնում այդ խաղաղությունը եւ ինչ պայմաններով, թե նրա համար սկզբունքային չէ այդ խաղաղությունը, ինչպես եւ ինչ պայմաններով կհաստատվի կամ ում օգտին եւ ում հաշվին։ Անդրադառնալով այս հարցին, ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարն ասում է, որ Միացյալ Նահանգների համար կարևորը խնդրի լուծումն է, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահող պետությունների, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համար կարևորը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր, եւ նրանց համար էական չէր, թե հիմնախնդիրը կլուծվի տարածքային ամբողջականության, թե ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա։ Սուրեն Սարգսյանի խոսքով Թրամփի համար ամենացանկալի սցենարը կլինի այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեն խաղաղության համաձայնագիրը իր հովանու ներքո, Սպիտակ տան օվալաձև գրասենյակում։ Շատ ռացիոնալ եւ շատ տրամաբանական մոտեցում է գերտերությունների կողմից, ովքեր իրոք ուզում են, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի։ Ես մեկ էր, թե ոնց կարևորը որպեսզի կարգավորվի։ Հիմա սա կարգավորման մի տարբերակ է, որը այս պահին կա, համարում են, որ ինչ-որ կարգավորում այդուհանդերձ տեղի է ունեցել, ճանաչել են բոլորն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատի, այդ թվում նաեւ Հայաստանը, այնպես որ այստեղ կարելի ասել, որ Միացյալ Նահանգները ցանկանում են, որպեսզի հաշվի առնելով այս իրողությունը, արդեն խաղաղության համաձայնագիր կնքվի։ Հիմա որքան ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա այդ համաձայնագիրը կնքելու առումով իհարկե այլ հարց է, որովհետև Ադրբեջանն էլ փորձում է այնպես անել, որպեսզի այդ ճնշումներից զերծ մնա եւ այդ զերծ մնալու տարբեր մեխանիզմներ ունի, այդ թվում ապավինելով Թուրքիայի աջակցությանը, թուրքական լոբիի աջակցությանը, իր անձնական լոբիի աջակցությանը, որը որ Վաշինգտոնում կա մեծանում եւ հզորանում է անընդհատ այնտեղ փողեր են ծախսում եւ այլն։ Այնպես որ այս բոլոր գործոնները հաշվի ենք առնում եւ փորձում ենք այդ պատկերը ստանալ եւ կարծես թե այդ պատկերը հենց այն է, որի մասին մենք խոսում ենք։ Այո, Թրամփը ցանկություն ունի խաղաղություն հաստատելու եւ իհարկե նրա համար շատ ցանկալի կլինի, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները գնան Վաշինգտոն եւ իր, ասենք, աշխատասենյակում, օվալաձև աշխատասենյակում համաձայնություն ստորագրեն խաղաղության վերաբերյալ, նույնը լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ամենայն դեպս սա Թրամփի ցանկությունն է, ոչ թե ցանկությունն է, այլ սա ամենից ցանկալի սցենարը կլներ Թրամփի համար, որպեսզի նա աշխարհին ցույց տա, որ հենց կոնֆլիկտներ լուծող եւ հարյուրամյակների պատմություն զտող կոնֆլիկտներ լուծող անձնավորություն են։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահին ուղղված ուղերձում Դոնալդ Թրամփը նշել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել էր, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի հետագա բարգավաճմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Արամ Սարգսյան, Եվրոմեդիա 24